Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր մարտի 5-ն է, օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Ադրբեջանի դեսպանները աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Բաքվի ու Երևանի միջև համագործակցության հաստատումը նպաստում է Հարավային Կովկասի զարգացմանը։ Ադրբեջանում շարունակվում է մեծ վերադարձ ծրագիրը։ Ռազմական էսկալացիայի առաջին իսկ օրվանից տարածաշրջանում գտնվող մեր դեսպանատներն ու գլխավոր հյուպատոսությունները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջզադեն։ Նրա խոսքով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ մեր քաղաքացիներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար։ Այս պահին բացառությամբ մեկ անձի մեր քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։ Բացի այդ, Արաբական Միացյալ Էմիրություններում, Դուբայում, Կատարում, Սաուդյան Արաբիայի Ջիդայում գտնվող մեր քաղաքացիները հայրենադարձվում են։ Ադրբեջանի սահմանով տարհանվել է մոտ 1300 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Սահմանային անցակետում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները անվտանգ անցումն ապահովելու համար։ Գրանցման ընթացակարգերը կատարելուց հետո նրանք անվտանգ տեղափոխվել են իրենց նշանակման վայրեր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զինվորականների հետ իֆտարի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի օդային տարածքում Իրանից արձակված բալիստիկ հրթիռի չեզոքացումը։ Նա նշել է, որ Թուրքիան համագործակցում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միջադեպի հետ կապված բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար։ Մեր տարածաշրջանը դժվար ժամանակներ ապրում եւ մենք այս հարցը ոչ մի դեպքում չենք թողնում պատահականության վրա։ Ինչպես այսօրվա միջադեպի դեպքում մենք սերտ խորհրդակցությունների մեջ ենք մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները եւ անմիջապես իրականացնելով անհրաժեշտ միջամտությունը։ Հիշեցնենք, որ Իրանից արձակված եւ Իրաքի եւ Սիրիայի օդային տարածք հատած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է արևելյան միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի օդային եւ հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից այն բանից հետո, երբ պարզվել է, որ այն շարժվում է դեպի Թուրքիայի ուղղությամբ։ Միջադեպի կապակցությամբ Անկարայում Իրանի դեսպան Մոհամմեդ Հասան Հաբիբոլլազադեն կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, թուրքական կողմը մտահոգություն է հայտնել Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակման վերաբերյալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները հետևում են Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությանը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվետը այս մասին հայտարարել է հերթական չափազրույցի ժամանակ։ Իհարկե, մենք նույնպես տեսել ենք այդ մասին հաղորդագրությունները, եւ մեր հետախուզական ծառայությունները ուշադիր հետևում են դրան եւ ուսումնասիրում են այն։ Մենք պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչ կլինի, ասել է նա, մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը։ Հանգուցյալ գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի որդու Մոջթաբա Խամենեիի որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու մասին։ Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ փորձագետների խորհուրդը պատրաստ է Մոջթաբա Խամենեիին հայտարարել որպես նոր գերագույն առաջնորդ արդեն չորեքշաբթի առավոտյան։ Սակայն խորհրդի որոշ անդամներ մտահոգություն են հայտնել, որ դա նրան կդարձնի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումների թիրախ։ Ընդ որում փորձագետների խորհրդի անդամ Մոջթաբա Հոսեյնին հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության ժամկետը դեռևս որոշված չէ։ Շատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության եւ խաղաղության հաստատումը։ Հայաստանը եւ Ադրբեջանը հենց այդ հիմքի վրա են կառուցել խաղաղությունը։ Այս մասին Թբիլիսիում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել եւս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեն այս ողջ ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար, նաեւ Վրաստանի պետությանն ու ժողովրդին մշտական աջակցության համար։
Այսօր էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ եւ օգնությամբ։ Սա շատ բարձր գնահատականի արժանի մեր կողմից, նշել է Փաշինյանը։ Միջազգային ներկայիս իրողությունների պայմաններում Միջին Միջանցքի աշխարհաքաղաքական նշանակությունը օրեցօր աճում է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորեշվիլին։ Նախարարը նշել է, որ սա պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար, բարձրացնելու իր ռազմավարական դերը ոչ միայն տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում, այլև խոշորածավալ տնտեսական նախագծերի շրջանակներում։ Միաժամանակ նա հավելել է, որ այս տնտեսական նախագծերի հիմքում ընկած են կարևոր քաղաքական գործոններ, եւ դրանց իրականացումը կախված է կայունությունից եւ փոխադարձ վստահությունից։ Մակա Բոչորեշվիլին ընդգծել է, որ հակամարտության ավարտը եւ Երևանի ու Բաքվի միջև տարածաշրջանային նախագծերի շուրջ համագործակցության հաստատումը նոր հանգրվան են Հարավային Կովկասի զարգացման գործում։ Նրա կարծիքով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդումը, ինչպես նաեւ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը որոշիչ դեր կխաղա Միջին Միջանցքի ապագայի համար։ Նախագահ Իլհամ Ալիևի հանրակայանի համաձայն շարունակվում է մեծ վերադարձ օկուպացիայից դաստագրված տարածքներ։ Այս փուլում Աղդամի տեղափոխվում 90 ընտանիք, ընդհանուր առմամբ 346 մարդ, որոնք նախկինում ժամանակավորապես բնակվել են հանրապետության տարբեր շրջաններում, հիմնականում հանրակացարաններում, առողջարաններում եւ վարչական շենքերում։ Հայրենի հողեր վերադարձված բնակիչները երախտագիտություն են հայտնել Քաջարի ադրբեջանական բանակին։ Մեր հողերը օկուպացիայից դաստագրած հերոսինորներին ու սպաներին հարգել են հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան հակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Իրանում թեժացող պատերազմի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից հետո Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին ցավակցական հերագիր է հղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ցավակցական հերագրում ասվում է. «Ձերդ գերազանցություն, մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս եմ փայփայում մերձավոր արևելքում խաղաղության եւ կայունության շուտապույտ հաստատման համար։ Օգտվելով առիթից մաղթում եմ ձեզ համբերություն, իսկ բարեկամ եւ հարևան Իրանի ժողովրդին խաղաղություն եւ տոկունություն», ասվում է հրագրում։ Եվ մինչ հայ հասարակության մոտ հարց է առաջանում, թե ինչ հետևանք կունենա Հայաստանի վրա Իրանի պատերազմը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում պատերազմը Հայաստանին չի սպառնում եւ որ խաղաղություն է հաստատված։ Ինչպես է վերաբերվում հայ հասարակությունը Փաշինյանի հայտարարությանը։ Հարցը որոշել է պարզել Օրագիր Նյուսի թղթակիցը։ Իհարկե չի սպառնում։ Ինչո՞ւ եք սպառնում։ Վստահ եմ, որ չի սպառնում։ Մեզ չի սպառնում вообще, որովհետև ինքը լավ մարդ է։ Իհարկե ոչ։ Հույսով եմ, որ չի սպառնա, չնայած ոչ մի լավ հետևանք չեմ սպասում այս պատերազմից, բայց գոնե մեզ չխփեն էլի։ Հարցվածների մի մասն էլ հայտնում է, որ հավատում է Նիկոլ Փաշինյանին ու վստահ է, որ խաղաղությունը կպահպանվի։ Սակայն քաղաքացիների շրջանում կան այնպիսիները, ովքեր համաձայն չեն վարչապետի հետ։ Չգիտեմ, բայց որ խաղաղությունը այս պահին դա լավ է։ Այո, համաձայն եմ։ Ինչու՞։ Այդպես եմ կարծում։ Դե ամեն դեպքում ճիշտ է, վտանգներ կան, բայց կոնկրետ հիմա չի սպառնում։ Չէ, համաձայն չեմ։ Ինչու՞։ Իրավիճակը տեսնելով չենք անհանգիստ վիճակի մեջ ենք, համաձայն չենք։ Բայց ես կասկածում եմ, որ կարող սպառնա։ Ինչու եք այդպես կա։ Դե, որ Իրանը մոտիկ է։
Ու Իրանը Ամերիկայի բազային խփի պարզ չի վնասը մերն է, մեր հարևան երկիրն է։ Ամեն դեպքում այսօրվա դրությամբ կարծես թե մեզ չի սպառնում, բայց դե այնքան արագ ամեն զարգանում, չգիտենք։ Հուսանք, որ սենց կմնա։ Չէ, չի սպառնում մեզ։ Ինչու՞ք եք սպառնում։ Վստահ ենք, որովհետև մենք այդքան շատ չենք բանանում, չենք խառնվում մեր երկիրը Իրանի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել, ինչու պետք է սպառնա մեր երկրի։ Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների կարծիքները բաժանվում են։ Այն ժամանակ, երբ հարցվածների մի մասը հավատում է, որ տարածաշրջանում պատերազմը չի սպառնում խաղաղությանը, մյուս մասը կասկածում է, որ այն կհանգեցնի նոր պատերազմի։ Հուսով ենք, որ Իրանում հակամարտությունը կլուծվի դիվանագիտական ճանապարհով եւ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։